Հայաստանի քաղաքական դաշտում ընթացող նախընտրական զարգացումների շրջանում ընդդիմադիր ուժերից երկուսը՝ Լուսավոր Հայաստան եւ Հայ ազգային կոնգրես կուսակցությունները ներկայացրել են իրենց նախընտրական ցուցակները։ Լուսավոր Հայաստանի նախընտրական ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը, որին հաջորդում է Կարպիս Փաշոյանը, որը վերջերս է որոշել մտնել քաղաքականություն։ Միևնույն ժամանակ իր նախընտրական տասնյակն է հրապարակել նաեւ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը։ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, որը նաեւ գլխավորում է ցուցակը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Ծիծեռնակաբերդի ու Շահամալիր, որտեղ ԿԳՄՍ նախարար Ժաննե Անդրեասյանի ուղեկցությամբ ծանոթացել է իրականացվող լայնածավալ շինարարական եւ վերականգնողական աշխատանքների ընթացքին։ Այցից հետո Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով հայոց ցեղասպանության զոհերի ու Շահամալիրում այս փուլի աշխատանքները ավարտված են։ Ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին կքվյարկի։ Ընտրապայքարում իր 3 գլխավոր մրցակիցների հասցեին արված այս հայտարարությամբ Հայաստանի վարչապետը վիրավորել է առնվազն 1 միլիոն Հայաստանի քաղաքացիների, պնդում է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։ Նա նկատել է, որ ուժեղ Հայաստանի, ԲՀԿ-ի եւ Հայաստան դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50%-ին։ Ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին կքվյարկի։ Այս հայտարարությունը այսօր փորձել է պարզաբանել Հայաստանի վարչապետը։ Դուք արդյոք ճնշում չեք գործադրում հայաստանյան քաղաքացիների ազատ կամ արտահայտման վրա, ովքեր կնախընտրեն ոչ թե իշխանություններին քվետալ, այլ ընդդիմադիր ուժերին։ Ոչ քավլիցի մտքով այդպիսի բան չի կարող անցնել։ Չի կարող անցնել, որովհետև դա կհակասի իմ քաղաքական ինքնությանը եւ իմ քաղաքական ծագումնաբանությանը։ Իր խոսքն արդարացնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը ուշադրություն է հրավիրել ընդդիմադիր այլ ուժերի վրա, որոնք դուր են գալիս վարչապետին։ Ընտրություններում լուրջ մրցակից չեն իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից չի կարող այնպես լինել, որ մարդը կատարի օրենքով արգելված արարք, քրեական օրենսգրքով արգելված արարք եւ հղում անելով իր կրծքերին, ասի ինձ չպետք է ինդուլգենցիա չեն, կրծքերը չեն կարող լինել։ Վերջին մեկ ամսում երրորդ ԿՊԱ-ականն է ներողություն խնդրում սխալ ձևակերպած մտքի համար։ Անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից։ ԿՊԱ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է, խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն է։ Արգելված արարք եւ հղում անելով իր կրծքերին։ Երեք արտահայտած իր այս միտքը այսօր ԿՊԱ-ական պատգամավորը վիրավորական է համարել ու գրել է, եթե որևէ մեկը վիրավորվել է, ապա ներողություն է խնդրում։ Իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո պահմը։ Հայկ Սարգսյանն ասում էր թող բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դու նրա գիտելիքների չափ որ ունենաս դու չես սարել։ ԿՊԱ-ական պատգամավոր քառօրյա ու 44-օրյա պատերազմները քննող հանձնաժողովների նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, որ իր որդու բանակում չծառայելու հանգամանքը բացատրել է բարձրակարգ տղա լինելու փաստով։ Իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո պահմը։ Հայկ Սարգսյանն ասում էր թող բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դու նրա գիտելիքների չափ որ ունենաս դու չես սարել։ Անդրանիկ Քոչարյանն էլ գործընկերուհու պես մեկ օր հետո Facebook-ի իր էջում գրել է, թե կարծում է իր խոսքը տարակարծությունների, շարժումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն է խնդրում։ Միլիարդներ եք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բան չի չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Հայաստանի վարչապետ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։ Մետրոյում Արցախից բռնի տեղահանված երիտասարդ կնոջ վրա մատթափ տալուց, բղավելուց ժամեր հետո 2 անգամ ներողություն էր խնդրել։ Փորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Հարգելի Տիկին Մոսյան, ես ձեզնից եւ ձեր որդուց ներողություն եմ խնդրում։ Մենք ուժեղ օրգանական կապով կապված ենք մեր ժողովրդի հետ։ Մենք ուժեղ օրգանական կապով կապված ենք մեր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի հետ։ Պատրիարքարանից հաղորդել են, որ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ազգային ժողովի խոսնակի հետ զրույցում մտահոգություն է հայտնել հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի կառավարության միջև վերջին 1 տարում ընթացող առճակատման առնչությամբ։ Նա հույս է հայտնել, որ այս ապարդյուն առճակատումը կավարտվի մոտ ապագայում եւ որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ կառավարության միջև կվերականգնվի հաշտությունն ու համերաշխությունը։
Բելգիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայաստանին սատարելուն եւ Ադրբեջանին զսպելուն ուղղված բանաձև, որը հեղինակել է падգամավոր Միշել դե Մագդը։ Բանաձևը կոչ է անում պայմաններ ստեղծել, որ Արցախի ժողովուրդը կարողանա ապահով վերադառնալ իր հայրենիք, բայց շեշտում է, որ դա հնարավոր է միայն միջազգային հատուկ պաշտպանության մեխանիզմների առկայության դեպքում։ Բելգիացի падգամավորները պահանջում են, որ ադրբեջանական զորքերը անհապաղ դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից եւ վերադառնան մինչեւ 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը։ Բացի այդ, խիստ պահանջ կա ազատ արձակել Բաքվում անօրինական պահվող բոլոր հայ գերիներին, պատանդներին եւ Արցախի քաղաքական ղեկավարությանը։ Հայդատի Եվրոպայի գրասենյակը բարձր է գնահատել այս քայլը, այն համարելով սկզբունքային դիրքորոշում։ Իրանը պաշտոնապես հայտարարել է Հորմուզի նեղուցը նավարկության համար փակելու մասին, որպես պատասխան Միացյալ Նահանգների իրականացրած ծովային շրջափակմանը։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է ծովահենության համար եւ նեղուցի վերահսկողության խստացումը պայմանավորել նավերի տեղաշարժի ազատության բացակայությամբ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով արդեն 23 առևտրային նավ ստիպված է եղել փոխել ուղղությունը, իսկ իրանական ուժերը կրակ են բացել մի քանի լցանավերի, այդ թվում հնդկական նավերի ուղղությամբ։ Այս ռազմական սրացումը տեղի է ունենում նախագահ Թրամփի շուտապույտ համաձայնության հասնելու մասին լավատեսական, սակայն կասկածելի հայտարարությունների ֆոնին։ Չնայած Սպիտակ տունը պնդում է, որ Իրանը պատրաստ է անժամկետ դադարեցնել ուրանի արստացումը, տեղում իրավիճակը հակառակն է փաստում։ Ռազմավարական ջրային ուղու արգելափակումը լուրջ հարցականի տակ է դնում հանգստյան օրերին նախատեսված դիվանագիտական բանակցությունների հեռանկարը։ Ընթացիկ իրադարձությունները վկայում են, որ կողմերի միջև առկա լարվածությունը շատ ավելի խորն է, քան փորձում են ներկայացնել պաշտոնական վիճակագրությունն ու քաղաքական հայտարարությունները։ Հարևան Իրանի օդային տարածքի մի մասը վերաբացվել է։ Երկրի արևելյան մասում գտնվող օդային երթուղիները բաց են Իրանի երկնքով միջազգային չվերթների համար, հայտնել է Իրանի քաղավիացիայի ծառայությունը։ ԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում 7 պնդում է արել, բոլորը կեղծ, հայտարարել է Իրանի խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Այս ստերով նրանք պատերազմում չեն հաղթել եւ անշուշտ բանակցություններում ոչ մի տեղ չեն հասնի, նշել է նա։ Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էսմայել Բաղային էլ հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը որևէ տեղ չի տեղափոխվի, իսկ դրա դուրս բերումը դեպի ԱՄՆ երբևէ չի դիտարկվել որպես տարբերակ։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Հական Ֆիդանը ստորագրել են երկամյա համագործակցության ծրագիր։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցեր, այդ թվում իրավիճակը Մերձավոր Արևելքում եւ Պարսից ծոցի տարածաշրջանում։ Спасибо, что вы меня проассоциировали с тремя войнами, как вы сказали. Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին Սերգեյ Լավրովը նշել է, որ բանակցությունների վերսկսումն այս պահին առաջնահերթություն չէ, եւ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում, թեև դրական է վերաբերվում Ստամբուլում հնարավոր քննարկումների գաղափարին։ Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ քննադատել է ԱՄՆ-ին եւ Արևմուտքին, նշելով, որ Վաշինգտոնի գործողությունների նպատակներից մեկը նավթային հոսքերի նկատմամբ վերահսկողություն հաստատելն է։ Լավրովը շեշտել է, որ Մոսկվան բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ պատժամիջոցների եւ երկկողմ հարաբերությունների հարցում։ Բացի այդ, նա մեղադրել է եվրոպական մի շարք երկրներին, մասնավորապես Գերմանիային, Ֆինլանդիային եւ Մեծ Բրիտանիային Ուկրաինային ակտիվորեն աջակցելու համար, այդ քաղաքականությունը կապելով նացիզմի փիլիսոփայության վերածննդի հետ։ И сказали тоже, это не